ճիշտ է։ Բայց չի Հայաստանի Հանրապետությանը չեք ծառայում, այլ ինչ-որ մի խելագարի։ Կարող եմ իմանալ։ Դուք էլ եք ծառավում, ժողովուրդն էլ է ծառավում, բոլորին ինքը պարտադրում է մի հատ անօրենությունների աղբյուր, ամբողջ ազգին պարտադրում է իր գործի մեջ ներքաշել, իր անօրենությունների մեջ ներքաշել։ Դուք հասկանում եք, որ այսօր Երևանը դարձել է Աբդուլ Համիդի Ստամբուլը եւ երիտ թուրքերի Ստամբուլը, որտեղ գլխատվում են բոլորը, բոլոր մտածող մարդիկ։ Ինչ պետք է անեն, ինչ պետք է անի հիմա։ Իրենք պետք է պտտվեն եւ ժողովրդին միանան։ Իրենք պետք է պտտվեն եւ ժողովրդին միանան, որովհետեւ իրենք Վանեցի եմ, եթե շատ արմատներս հետաքրքրում, ինչ եք ուզում ունել։ Ինչ եք ուզում եք հարցը տալ։ Ինչ եք այդ հարցը մայորեք, ինչ եք բывший отставка։ Ահա, շատ ուրախ եմ։ Ես շարքային բանվոր եմ։ Եվ ինչ եք այդ հարցը տալիս։ Ինձ համար արցախցի է, վանեցի է, էջմիածինցի է, բոլորը հայ են։ Եվ մենք ուզում ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում, այլ ոչ թե Թուրքի Ստամբուլում, դուք հասկանում եք։ Այսօրվա դրությամբ իմ կրթությունը ինձ թույլ է տալի կարծիք հայտնել, բայց ես ինժեներ եմ, եթե դատել շատ ագիտացիա, լսեք, ոչ, ես բոլորի պես չեմ կանգնեցի, ինչ եք դուք ուզում ինձ լեզուս փակել, ինչ եք ուզում փակել, այսօրվա դրությամբ արդեն ուսահարվել է ամեն ինչ, գործը հասել է մեր առաքելական եկեղեցու եւ դուք ինձ ասում եք, որ ես փակեմ, դուք նման բան կարող եք պատկերացնել, որ որևէ մսկետում մի հատ ամենաանդրագետ մոլայի գան ու բռնեն տանեն, դուք այդ պատկերացնում եք, ոչ, ամենաանդրագետ մոլայի հետ, տես չեն վարվել ինչ որ այսօր արվում է, ամոթ է, ես ուզում եմ, որ բոլոր ոստիկանները թեքվեն դեպի ժողովուրդ եւ այդ նույն հոդվածով, որ տրված է Սրբազանի հանդեպ, այդ հոդվածով այսօրվա դրությամբ կալանավորել Նիկոլ Փաշինյանին, այնտեղ բառերը, որ գրված է, լրիվ համապատասխանում է, տարածքային, չգիտեմ, ես չեմ կարող, ես յուրիշ չեմ։ Մենք խանգարեցինք ձեզ։ Թույլ տվեք լրագրողները հարցեր տան, էլի։ Այսինքն մենք Տիկին Ալա, խնդրում եմ, կթեքվեք լրագրողների մոտ։ Գոռում եմ, դուք ուզում եք ես քնելով հանգիստ ասեմ, ինչ պուպուշա Նիկոլ Փաշինյանը, հա։ Դուք ինչ է, դա եք ուզում լսեք, դուք չեք հասկանում Երևանում այսօր ինչ է կատարում, ես ես խրտնում եմ Աբդուլ Համիդ և երիտ թուրքեր, այսօրվա դրությամբ Աբդուլ Համիդի 94-96 թվականները 19-րդ դար և 15-ից 23 թվական հայոց ցեղասպանության օրերն այսօր երիտ թուրքերի օրոք, միթե չեք տեսնում և նույնպես գլխատվում է ամբողջ ազգի սերուցքը հասել են ամենակիրթ մարդկանց, սրբազաններին, դուք հասկանում եք ինչ է կատարվում, միայն թուրքը կարող է այդպես բան անել, ես ասում եմ մսկիթ որևէ մեկը մի հատ մոլայի կկպներ տենց բան աներ, ախար ամոթ է մեր ազգին է ամոթ, իսկ դուք ինձ ասում եք լռեք, ես ուզում եմ հանգստանամ, ով որ հասկանում է, ով որ չի հասկանում, նա անթափանց է, դեմքներին նայիր ու տես որ Նրանք փողի մեռած են, աթափաշ չեն, փողի մեռած են։ Ամեր թուրք են։ Թուրքի տակի կեղտի պահողներն են, թուրքի կեղտ պահողներն են։ Նրանց ինչքան ուզում ես ասի չի Հենացիր մենակ աղբեր չան։ Խաղաղը նենց հանգիստ խաղաղ երուսերով ապրում է, կարծես ոչինչ չի կատարվում, կարծես ոչ մի բան ամեն ինչ նորմալ է, ցավը սա է, հայեր ջան, 15 թվին նույն ձև է եղել, մաս են հատել բոլորի գլուխը, մաս հերթով եկել են և բոլորին ոչնչացրել են, միթե դուք այդ բնաստը, գոնե կենթանական բնաստ չեք զգում, որ ձեզ գլխատում են։ Այստեղի հարևան չինքը ոստիկանության աշխատում։
Հիմա 70 տարեկան ինչ ոստիկանության աշխատող։ Էլի նախքին Այդ ասա։ Մենք լավ Հոգով մի ասա հոգով ոստիկան է։ Հրամարտ է կանգնած դու Ես չեմ Հայ առաքելական եկեղեցու Նոր չեք ցանկանում ձայները լսել, ինչ եք եկել այս մարդկանց մեջ կանգնել։ Ես չեմ եկել, դուք եկեք իմ դրատեմ ինձ հանգիստ խանգարում, ես չեմ խանգարում ձեզ։ Մենք ձեր դրադեմը չենք եկել, սա հասարակական տարածքա մենք իրավունք ենք կանգնել։ Գնացեք տուն դռները փակեք ու նստեք, ինչ խնդիր ունեք, հանգիստ։ Թե չէ, սի հասարակական տարածք է, ու մեր պապերն են սարքել։